Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ձեր պահանջը արդեն հստակ է, բայց ակնկալիքները անորոշ են, հաշվի առնելով նախորդ փորձը դարձյալ դատախազության մոտ ակցիա ընդունելություն, այս պահին ինչ ակնկալիքով եք այստեղ, որ ինչ կփոխվի։ Ակնկալիքը նախ ներկայանամ Սերգո Գալստյան, անմահացած Լևոն Գալստյանի հորեղբայրն եմ, նույն կարգավիճակ, ինչպես որ մեր Արսենն է, այն կարգավիճակ հորեղբայր։ Ասեմ ինչի համար դատախազության դիմաց, որովհետև որ այս օրենսդիր մարմինների գլոխը դատախազությունն է, ճիշտ է։ Դրա համար մեր ակցիան խաղաղ է, որ ոչ մեկ չփորձեն ասենք հրահարեն կամ ինչ-որ մեկին ուղղորդեն, առաջնահերթ այն վիճակը, որ Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը ու իր համապատասխան այդ վիրահատությունները սրտի հետ կապված ամեն մի ստենդավորումն է, բաց վիրահատությունն է, արգելք է հանդիսանում ապօրինի կալանքի համար։ Ասենք եթե մի մարդ ուզում է գնա դատի ու լսի Մասիս Մելքոնյանն է դատավորը, կարող է դատարանի դահլիճում չհավաքվեն իմանա, որ միանգամից կալանք է արձանագրվելու։ Ով դեմ է իրականությանը, այս ներկայիս իշխանությանը պարտված, ասենք 5 տարի է, ասենք այս ամեն ինչը ընթացքի մեջ է ու հայ ժողովուրդը տեսնում է այս ամեն ինչը։ Մի դավաճան հրապարակավ չեն բերել, չեն դատել, այսօր դատում են այն մարդկանց, ովքեր 20 թվականից եղել են Արցախում, ողողական փրկարարական աշխատանքներում, ամեն ինչը մասունքները հատառհատ սրբորեն արած ուղարկած Հայաստանի Հանրապետություն, այդ ամեն ինչը ստեղ քանդած, տարբեր ռեֆրեժատորներում, տարբեր մարզերում պահված, ասենք ու դնթները պղծած, ասենց ասեմ, այս ներկայիս իշխանությունները ամեն մեկը իր հերթին գալիս է պատասխանատվության ժամը, փոխում եմ պաշտոնավարման, ով որ այդ ամեն ինչը դի պատասխանատվություն կա։ Բայց ծնողներից ինչ են ուզում, ինչ խուլիգանություն արի Արսեն Ղուկասյանը։ Արսեն Ղուկասյանը նախապես իր ծննդի օրը, որը ամենադաժան օրն է սեպտեմբերի 27-ը, որը մարդը իր զեկել է պետական մարմիններին, պաշտպանության նախարարությանն ենք տվել մենք մեր երեխեքին։ Մարդը իրավացիորեն ասել է, որ այս ինչ օրը ասել են կգաք, կհանդիպեք։ Գալիս է սույն օրը, մարդիկ սկսում են արհամարանքով վերաբերվել։ 5 տարի արհամարեն են մարդկանց, ովքեր պայքարում են։ Եվ հետո այս հանրությունը թվում է գիտակցի Արսեն Ղուկասյանի կարգավիճակը։ Ու ֆեյք սայթերին ես մաղթում եմ, լիարժեք ցանկանում եմ, ինչը որ վերապրում Արսեն Ղուկասյանը, ցանկանում եմ լիովին։ Ֆեյք սայթերը հովանավորները, ովքեր որ գրում ու վարկաբեկում են Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը պատերազմի ընթացքում կորցրել է իր եղբորը։ Իր կալանավորման օրը 5 տարի առաջ վերջին անգամ տեսել է իր նահատակված եղբոր որդուն, որը հիմա անհայտ է։ Ոչ դնթ կա, ոչ գերիների ցուցակում կա։ Ինչ անի մարդը չպայքարի այդ երեխու համար։ Ինքը ոնց կարա գնա խնկարկի իր աղբոր Շիրիմին, որ ասենք նստի տունը սպասի տենան ինչ են անում այս պետությունը։ Տեր մեկ էս պետության ստերը, տեր մեկ էս պետության փնթի կարգավիճակը։ Հիմնավոր են ինչ որ հանձնաժողով են կազմակերպում, որը որ որոշում էր համ քառօրյա, համ 44-օրյա պատերազմը։ Նույն Անդրանիկ Քոչարյանը էֆիրով խոսում է 2 օր եղել Արցախում ինքը։ Համաձայն ենք, բայց 2 օրվա Արցախում գտնված ու 10 ամիս հետ պատերազմյան շրջանում գտնված մարդկանցից, եթե ոչ մի բան չեն համագործակցում նյութ չունեն, իրանք 2 օրում ոնց հասկացավ այդ հանձնաժողովը կազմակերպես կամ նույն ՊՆ-ի դիմաց։ Նույն Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ այնտեղ ջունգլիները ոչ մի ծնող չեն մտնում։ Հիմա ես իրան կարամ որակավորել, որ ջունգլի Անդոնը, ոչ թե Անդրանիկ Քոչարյանը։ Պարոն Գալստյան, 44-օրյա պատերազմի զեկույցից խոսեցիք, այդ զեկույցն ի վերջո հայտնվեց Ազգային ժողովի արխիվում։ Ըստ ձեզ ինչու, ինչից խուսափեցին, ում համար էր Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան բանավեճը, եթե ի վերջո դա հայտնվելու էր արխիվում։ Ես անկեղծ ասեմ ձեզ, հիմա նայեք, ասենք ներկայից, ասենք բոլորը գցում են նախտիների վրա։ Ես մի բան ասեմ, ես անկուսակցական մարդ եմ։ Իմ կուսակցությունը մեր նահատակ տղաներն են։ Իմ պայքարը արդարությունն է, խոսքի ազատության ճիշտ դրսևորումը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ես ասեմ, եթե ղեկավար անձը, եթե այսօրվա Հայաստանի Հանրապետության 18 թվականից նստած ա եղել ղեկին այդ անձինք, բնականաբար ինչը պետք է հրապարակեն։ Իրանց տված կիքսերը, իրանց հայրենիք վաճառքը, ինչը պետք է իրանք ցույց տան մեզ։ Ասեք 5 տարվա մեջ, որպես դուք լրատվամիջոցներ ամենտեղ այցելել եք, մի տեղ տեսել եք, ինչ որ մեկին բերեն դատական իրավիճակ, ասեն, սա դավաճանն է։ Այսօրվա մեր խաղաղ ակցիայից հետո հիմի դատա գնալու նույն ձևի մեր երեխեքին, որ ասեք իմ եղբորս որդին է, Արսենի եղբոր որդին է, այս 4 տարի է դատական պրոցես է գնում։ Ինչ փուլում է այդ դատական պրոցեսը։ Պետք է 18 տարի են այդ նույն անձին ասել, բայց այդ մի սպայով էլ չի, չէ՞, մի ծաղկով գարուն չի գալ, այդ սպան վերադաս է ունեցել։ Ոնց է լինում, որ ասենք մենք
մեր խոսքի ազատությունից զրկվում եք, մենք միանգամից կալանավորենք, հանցագործենք, խուլիգանենք, ու այդ ընթացքում ասենք լինում է, որ ասենք այդ նույն անձի կարող են հանգիստ հատեն Հայաստանի Հանրապետության սահմանն ու գնալ գլխավոր այդ հրամանատարները, այդ էլիտան, ովքեր որ պատասխանատու են թե հարավային թևի, թե հյուսիսային թևի զորքերին։ Ով կարա ինձ բացատրի։ Արսեն Ղուկասյանի հանցանքը որն է, որ մարդը Արցախում այդ ընթացքում 20 թվից հետո նոյեմբերից դադարից հետո որ այդ մարդը 2 հատ իֆա կնդե է տարել։ Մեր ներկայությամբ է տարի։ Դրանից հետո Արսենի սրտին ապարատա դրած։ Այդ նույն օրը նույն ոստիկանը որ գրում է, ինքը ինչ խղճով է հաց ուտում կամ իր երեխու աշկերի մեջ նայում։ Ինչ ձև ինքը ոստիկանն է, չէ ռազմական, որ ասենք անկանոն, սխալ, դավաճանություն, չգիտեմ ինչ անելու համար կանխեն, չէ՞ դա ամեն ինչը, ոչ թե կանխեն նույն ձևի զոհված, անհետ կորած, ասենք ծնողին ինչն է բրդելը։ Ես բոլորիդ པարզ ասում եմ, այդ օրը խաղաղ ակցիա էլի տեղի ունեցեք, կանգնել եք տարբեր ԿՊՊ-ներում։ Մեզ զանգ եկավ, ասացի, որ ծնողներին այդ ներքևի ԿՊՊ-ներում գցեգետին տշում են։ Բնականաբար մենք մինչև իջել ենք ներքև արդեն հրմշտոց է եղել։ Արսենի տերում եք բոլորդ է ամրակազ տղամարդ է ու ոտյետը խնդիր ունի այդ մարդը։ Ասեք այդ մարդը ձեռնափայտ է հանում։ Վատ էլա որ ասում են արմատուրա է։ Եթե արմատուրա է, մտցնեք Արսենի համապատասխան տեղը։ Իսկ եթե ձեռնափայտը ովքեր որ գրում են ու վարկաբեկում են իրանց համապատասխան տեղը։